Աստված մեզ օրհնի եւ տվել է հնարավորություն ընդունենք այդ օրհնությունը, հենց այս ժամերն է, այս միաբանությունը, որ շնորհված է մեզ Աստծուց։ Այսպես եմ վերնագրել խոսքը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել Աստծուն ճանաչելու կարևորությունը։ Մենք մեր կյանքում շատ հարցերի, շատ տարբեր գործերի կամ եղած բաների մասին տեղեկություններ ենք ունենում, բայց այն օգուտը չեն կարող տալ, ինչ որ դու տեղյակ լինես, ճանաչես քո Աստծուն։ Աստծուն ճանաչելը շատ մեծ կարևոր նշանակություն ունի մարդու համար։ Տեսեք, Տեր Հիսուսը իր աղոթքում այսպիսի մի արտահայտություն է անում, Հովհաննեսի ավետարան 17-րդ գլխի 3-րդ համարը կկարդամ. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված եւ նրան, որ ուղարկեցիր Հիսուս Քրիստոսին»։ Աստծուն ճանաչելը հավիտենական կյանք ունենալու պատճառ է մարդուն։ Ինչ կարող ես դու սովորել, ինչ գիտություն ձեռք բերես, որ հավիտենական կյանք ունենաս։ Այդպիսի բան չկա։ Կամ որ մանրամասն տեղյակ լինես, ինչ որ երկրում մի հատ լավ հանքային ջուր կա, ինչ որ բուժումներ կարող է անել։ Միևնույն է, հավիտենական կյանք չի տա այդ մասին տեղեկությունը, թեկուզ օգտաս օգտվես էլ։ Աստծուն ճանաչելը հավիտենական կյանքի համար է։ Եվ այս հատվածում Աստված ներկայացվում է եւ Հորը եւ Հիսուսին, որ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված եւ ճանաչեն նրան, որին ուղարկեցիր, Հիսուսին, Քրիստոսին ճանաչեն, որն է Աստված, ճանաչեն Հորը որպես Աստված եւ Որդուն ճանաչեն որպես Աստված։ Այս կարևոր ճանաչողությունը Քրիստոսն է պարգևում մարդուն։ Լսել եք, խոսել են եղբայրներն էլ այս մասին, ինչպես որ Հիսուս իր աղոթքի վերջում, հենց վերջին համարը 26 համարն ասում է. «Ես քո անունը ճանաչեցրի նրանց եւ կճանաչեցնեմ, որ այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանցում լինի եւ ես էլ նրանցում»։ Տեր Հիսուսն ասում է. «Ես քո անունը ճանաչեցրեցի եւ շարունակելու եմ ճանաչեցնել, կճանաչեցնեմ էլ շարունակական»։ Եվ երբ որ այս մասին էլ բարձրաբանված խոսվում է, դրա համար ես համառոտ եմ ուղղակի ասում, օգտվելով այդ օրհնությունը, որ արդեն ստացել եք, Աստծո անունը հենց նա էր, որ ուներ Հիսուսը, որ ճանաչեք Հիսուսին, Քրիստոսին, այսպես էր ասած, չէ, 3-րդ համարում, որ ճանաչեք Հիսուսին, Քրիստոսին, Աստծո անունն է սա։ Տեր Հիսուսը այս աղոթքը, որ անում է, հայտնի է, որ կարևոր էր տեսնում մեզ կյանք ունենալու համար եւ խնամք է արել թե իր աշակերտներին, թե մեզ ներկաներիս, որ ճանաչենք իրեն, ճանաչենք Աստծուն, որ ունենանք հավիտենական կյանք։ Աշակերտների հետ, երբ որ գործում էր Տեր Հիսուսը, այդ խնամքն արեց, կարդամ, տեսեք Հովհաննեսի ավետարանի 14-րդ գլխից կկարդամ 18-ից 20 համարը։ Սա այն պահն էր, որ Հիսուս իր աշակերտների հետ սեղանի շուրջ նստած հաց էին ուտում, եւ այդ հացը, որ ուտում էին, դա վերջին անգամ էր, որ Քրիստոս մարմնով իր աշակերտների հետ էր լինելու, այդ երեկո, այդ գիշեր մատնվեց չարչարանքների, եւ տեսեք ինչ է ասում, հայտնում է, որ պիտի ձեզանից բաժանվեմ ֆիզիկապես, էլ այսպես ինձ չեք տեսնի, բայց ասում է 18 համարում, ձեզ որբ չեմ թողի, կգամ ձեզ մոտ մի փոքր ժամանակ էլ եւ աշխարհը էլ չի տեսնի ինձ, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք։ Այն օրը
Դուք կճանաչեք, որ ես հոր մեջ եմ, և դուք ինձանում, և ես ձեզանում։ Ինչպես է, որ աշխարհը չի տեսնի, բայց մենք կտեսնենք։ Աստված Քրիստոսը մեզ մեր հոգին կենդանացրեց, մեր միտքը բացեց, որ մենք հասկանանք նրա խոսքը, և տեսեք, ավետարանի խոսքով նրա ներկայությունը, նրա առաջնորդությունը, խնամքը մենք տեսնում ենք։ Խնամք է անում նաև ամբողջ աշխարհին, բայց աշխարհը դա չի տեսնում։ Քրիստոսի ազդեցությունը երկրի վրա աշխարհը չի տեսնում։ Կամ նայեք թեկուզ ձեզ մոտիկ մարդկանց կյանքում, այն մարդիկ, որոնք դեռ ապաշխարած չեն, որոնց միտքը բաց չէ, Աստծո ներկայություն չեն տեսնում, Աստծո վախ չունեն, խոսես Աստծո մասին չեն հասկանում, եթե միտքը փակ է չի հասկանում։ Բայց դու հասկանում ես Քրիստոսի մասին, այսպես ասած հասկացողությամբ, գիտակցությամբ, ավետարանից լուսավորված աչքդ, հոգուդ աչքը բաց է, նրա ներկայությունն ու խնամքը տեսնում ես։ Եվ հասկանում ես, նա է քեզ պահում, պաշտպանում։ Տեր Հիսուսը իր աշակերտների հետ, որ գործում էր, դեպքեր կար, որ կատարվում էր, և այդ դեպքերի մեջ Քրիստոս իր Աստված լինելն էր ցույց տալիս, աստվածային իշխանություն ունենալն էր ցույց տալիս, տեսեք, որոնք նույնպես նշանակություն ունեն այսօր մեզ համար, ճանաչեցրեց և ճանաչեցնում է, ոչ միայն նրանց է ճանաչեցնում, այլ մեզ էլ է ճանաչեցնում, այդ հատվածները մեզ հասցնելով, այդ ճշմարիտ պատմությունները, որ մենք տեղյակ լինենք, ճանաչենք նրան։ Կարդամ Ղուկասի ավետարանի 8-րդ գլխից 22-ից 25 համարները։ Մեկ օր եղավ, որ նա նավը մտավ և նրա աշակերտներն էլ։ Եվ նա ասեց նրանց. անց կենանք ծովի մյուս կողմը։ Եվ ճանապարհ ընկան։ Նավակով ճանապարհ ընկան ծովի մյուս կողմ անցնեն։ Երբ որ նավով գնում էին, նա քնեց, և քամու փոթորիկ ընկավ այն ծովի մեջ, և նավը լցվում էր, այսինքն ջրով լցվում էր, և վտանգի մեջ էին։ Մոտ եկան նրան արթնացրին և ասեցին. «Վարդապետ, վարդապետ, կորչում ենք»։ Նա էլ վեր կացավ և քամուն և ջրի ալեկուծությանը սաստեց, և հանդարտեցին, և խաղաղություն եղավ, ու ասեց նրանց. «Ո՞ւր է ձեր հավատքը»։ Եվ նրանք խիստ զարմացան և իրար ասում էին. «Սա ո՞վ է արդյոք, որ քամիներին և ծովի ջրերին էլ հրաման է տալիս»։ Եվ հնազանդվում են նրան։ Հարց առաջացավ նրանց մոտ. ո՞վ է նա։ Քայլում էին Տեր Հիսուսի հետ, նրա հետ հաց ուտում, նրա հետ ճանապարհներ գնում, բայց այս դեպքը պատճառ դարձավ, որ Քրիստոսի վրա մտածեն. ո՞վ է նա, որ բնությունը հնազանդվում է նրան։ Այս անձնավորությունը յուրահատուկ մարդ է։ Պարզ է։ Հիմա մեզ համար ինչ-որ չափ պարզ է, նա Աստված է, Տերն է։ Եվ դրա համար բնությունը հնազանդվում է նրան։ Բայց այս օրինակը, որ մենք կարդում ենք, մեզ Քրիստոսին ճանաչելու ևս օրինակ է։ Նպաստում է, որ մենք ճանաչենք նրան։ Մեր կյանքում էլ են լինում մեզ սպառնացող, խորտակող ալիքների պես դժվարություններ։ Թեկուզ հենց նմանատիպ չէ, որ նավակ նստենք և ծովի ալիքներն ու փոթորիկը մեզ մահվան սպառնալիք սպառնան, այլ տեսակ դժվարություններ։ Սակայն նրանք աշակերտները, որ խորապես չէին ճանաչում Քրիստոսին, որ Տերն է իրենց հետ, այն հավատով չէին կարողանում ապրել գործել, Տերը, որ արթնացրեցին, ասեց. «Ո՞ւր է ձեր հավատքը»։ Եվ սաստեց ծովին, ալիքներին։ Եղել է մեր դեպքում էլ, որ հանդիպած դժվարություններին աղոթք ես արել, կամ դիմել ես մարդկանց, որ քեզ միաբանվեն և աղոթք անեն, այդ դժվարության մեջ դու օգուտ ես ստացել, տեսել ես Աստծո պատասխանը, ազատվել ես այդ դժվարությունից, սա այս դեպքի նման է։ Արդյոք քեզ մոտ հարց չի առաջացել. ո՞վ էր Տեր Հիսուսը։
Ես իմ աչքերով նրան չտեսա, բայց ինձ հետ էր։ Մարդը կարող է ֆիզիկապես իմ կողքին լինել, բայց Քրիստոսի ներկայությունը ավելի մեծ ազդեցություն ուներ, ավելի մեծ մտերմություն ինձ հետ, ազատեց դժվարությունից, կարծես ես նրա մեջ լինեմ, նա ինձ անում։ Այս արտահայտությունը ես տեսա Քրիստոսին շատ մոտիկ իմ դժվարությունների մեջ, երբ որ ինձ Աստված Հիսուսը հանեց, երբ որ նրա անունը կանչեցի։ Սակայն շատ մարդիկ նեղությունից դուրս են գալիս, դժվարությունից դուրս են գալիս, բայց այս հարցի վրա չեն մտածում, որ սա պատճառ էր ես Քրիստոսին ավելի մեծությունը ճանաչեմ։ Աշակերտների մոտ հարց առաջացավ, չէ, ով է սա, որ բնությունը նրան հնազանդվում է քամինել, ծովնել։ Մենք նրա հետ ենք, ով է այս անձնավորությունը, մենք նորովի պիտի ճանաչենք նրան, սա Տերն է, Աստված է։ Պատահական չէր, որ նրանք Հիսուսին ասում էին դու ես Աստծո որդին, որ պիտի աշխարհ գայր։ Սրանք այս դեպքերը նրանց նպաստում էր ճանաչելու Հիսուսին։ Մեզ էլ պետք է նպաստի մեր կյանքում կատարված դեպքերը եւ այս գրվածքները եւ մեր կյանքում նմանատիպ դեպքերը, որ կատարվում է։ Երբ որ մարդիկ ասում են, քեզ ինչ օգուտ, որ իմացար Հիսուսին հնազանդվես բնությունը, ո՞նց թե օգուտ չի։ Ես ճանաչեցի Տերը, Աստված է, ամենակարող Տերն է։ Նա է ինձ հետ։ Ես նրա անունն եմ կանչում։ Կամ այլ դեպք, որ խոսում է Ղուկասը նորից պատմում է 5-րդ գլխում 17 համարից մինչև 26-ը կարդամ, մեկ օր եղավ, որ ինքը սովորեցնում էր, եւ փարիսեցիները եւ օրենքի վարդապետները նստած էին, որ Գալիլեայի ամեն գյուղաքաղաքներից եւ Հրեաստանից եւ Երուսաղեմից հավաքված էին, եւ Տիրոջ զորությունը կար նրանց բժշկելու համար։ Ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում, որ անդամալույծ էր, եւ ուզում էին նրան ներս տանել ու նրա առաջ դնել։ Երբ որ չգտան, թե որտեղով նրան ներս տանեն, այն ամբոխի պատճառով վեր ելան կտուրը եւ օճորքիցը կախեցին նրան մահիճովը մեջտեղը Հիսուսի առաջին։ Արդեն պատկերացնում եք, օդանցքեր մի քիչ էլի մյուս ավետարանում ասում եք, հանդեցին, բացեցին, վերևից իջացրեցին Հիսուսի առաջ դրեցին, կախեցին մահիճով Հիսուսի առաջ։ Նա նրանց հավատքը տեսնելով նրանց ասեց. ով մարդ, քո մեղքերը թողված լինեն քեզ։ Դպիրները եւ փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասել. սա ով է, որ հայոյանք է խոսում, ով կարող է մեղքեր թողել, բացի միայն Աստված։ Հիսուսն էլ երբ որ նրանց խորհուրդները, այսինքն ինչ են մտածում, իմացավ, պատասխանեց եւ ասեց նրանց. ինչ եք խորում ձեր սրտերում, որն է ավելի հեշտ ասել, մեղքերը թողված լինեն քեզ, թե ասել վեր կաց եւ ման եկ, այսինքն բուժել, որն է հեշտ ասել, ասում է։ Բայց որ իմանաք, թե մարդի որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր թողելու, անդամալույցին ասեց. քեզ եմ ասում, վեր կաց եւ մահիճը տար եւ գնա քո տունը։ Եվ նա իսկույն նրանց առաջին վեր կացավ, իր վրա առավ այն, ինչի վրա պարկած էր եւ գնաց իր տունը, Աստծուն փառավորելով։ Եվ զարմանք բռնեց ամենքին, եւ փառք էին տալիս Աստծուն եւ ահով լցվեցան ու ասում էին, թե նորանշան բաներ տեսանք այսօր։ Այս դեպքի մեջ նույնպես ճանաչվեց Քրիստոսը, ով է այս անձնավորությունը։ Թեև այս մարդուն հիվանդին բուժելը կարիք էր, այս մարդու կարիքն էր, խնամք էր անում Տեր Հիսուս այս մարդուն բժշկելու համար, սակայն այդ բժշկության մեջ էլ ճանաչվեց նաև ինքը։ Ոչ միայն այդ մարդուն եղավ բարիք այս բժշկությունը, նաև ներկաներին, շրջապատող մարդկանց։ Երբ որ տանիքը քանդեցին եւ իջեցրեցին, ասում է Հիսուսը նրանց հավատքը տեսավ եւ ասեց. Շատ մարդիկ ասում են, ես հավատում եմ Աստծուն,
բայց հավատքի գործնական քայլեր կյանքում չի երևում։ Հավատքը տեսավ Հիսուս, այսինքն ինչ տեսավ, նրանց այս արարքը, եթե չհավատային, այդ արարքը չէին անի։ Սա հավատքի քայլ էր։ Մարդ, որ հավատում է Աստծուն, շատ քայլեր ունի անելու հավատքի քայլեր դեպի Աստված։ Նրանք դեպի Քրիստոս եկան, հավատում էին, որ Հիսուս կարող է բժշկել այս հիվանդին, եկան Տիրոջ առաջին։ Հնարավոր է, չէ, ես ֆիզիկապես այստեղ ներկա լինեմ, բայց սրտով այստեղ չլինեմ։ Լսեմ, բայց սրտումս չպահեմ։ Դա չի իմ հավատքի վերաբերմունք։ Հավատքի վերաբերմունքը սա է։ Մոտենում եմ, որ նրանից բան առնեմ։ Այս մարդիկ այդ նպատակով եկել էին։ Երբ որ նրանց հավատքը տեսավ, այսպիսի արտահայտություն արեց. քո մեղքերը թողված են քեզ։ Դպիրները եւ փարիսեցիները Աստծո օրենք, Աստծո խոսք իմացող մարդիկ էին եւ ճիշտ էին ասում, սա ով կարող է մեղքեր թողել, բացի միայն Աստված։ Միայն Աստված իրավունք ունի մեղքեր թողելու։ Այո, եթե ես իմ վրա օրինակ բերեմ, մեկը մի վատ բան է անում իմ հանդեպ, ասենք ես ներեցի այդ մարդուն, լավ, ներում եմ այդ մարդը, անկախ նրանից կփոխվի թե չի փոխվի, ներում եմ, որ սրտումս դառնություն, ատելություն չպահեմ։ Բայց եթե այլ մի անձնավորություն, ոչ թե իմ հանդեպ, այլ մեկ ուրիշի հանդեպ է վատ արարք անում, ես ասեմ իրան ներում եմ։ Ներելու իշխանություն ունի այն մարդը, որի հանդեպ վատ բան է արել, չէ՞, նա իրավունք ունի, ես ասեմ նրան ներում եմ, այդ ինչ եղավ։ Սակայն ուշադրություն դարձեք, նորից անդրադառնամ առաջին օրինակից։ Ես ինչ-որ մեկը վատ բաներ արեն ներեցի, բայց այդ մարդը թեկուզ շարունակում է իր վատ ընթացքը։ Այս մարդը վատ բան է արել նաև Աստծո առաջ։ Ես ներեցի, բայց Աստված ինչպես կվերաբերվի նրա հետ, պահանջում է արդար մոտեցում այդ մարդուց։ Աստծո առաջ էլ մարդը պիտի զղջա։ Ես ուզեցի իմ մեջ բան չպահեմ այդ մարդու հանդեպ, ես ներեցի, բայց Աստված պահանջում է այդ մարդուց իր արարքի համար, իրավունք ունի պահանջելու։ Մարդ մարդու դեմ վատ արարքանի, Աստված իրավունք ունի ինքն էլ պահանջի, ոչ միայն ում դեմ որ վատ արարք տեղի ունեցավ։ Նա է օրենք տվողը, աշխարհության իրավունքի գիտություն տվողը եւ իր օրենքով պահանջում է մարդկանցից արդար վերաբերմունք։ Տերը նա է։ Այս իրավունքը տրված է նրան, ինչպես որ փարիսեցիներն ու դպիրներն էլ ասեցին, միայն Աստված իրավունք ունի մեղքերի թողություն տալու։ Քրիստոս այս արտահայտությունն արեց, նախ ուշադրություն դարձրեք, նրանք իրանց մեջ էին ասում, բարձրաձայն չէին խոսում, իրանց մեջ խորհում էին, այս ինչ հայություն է անում այս անձնավորությունը, իրեն Աստծուն հավասար է անում։ Հիսուսը նրանց միտքը տեսավ, ինչ են խորհում և ասեց, ձեր սրտերում ինչ եք խորհում, այս ինչ խորհուրդներ են ձեր սրտերում։ Սանից երևում էր, որ Տեր Հիսուսը Աստված է, սովորական մարդու պես չի, միտք տեսնող։ Մարդը ինչ է մտածում, ծածուկ բան չկա նրանից։ Օրինակ, կարող են Աստծո մարդիկ մարգարեանալ, ասել, ինչու ես սենց բան մտածում, բայց մարգարեն Աստծուց առած է տեսնում, իսկ Քրիստոսն ինքն Աստված է, ինքն է տեսնում։ Մարգարեին ինքն է միտք տալիս ինչ որ դիմացինին հասկանա, եթե չտա այդ միտքը չենք հասկանա։ Քրիստոսն ինքն է տեսնում, ամենագետ Աստված, երևաց այստեղ նրա ամենագետ լինելը, մարդու միտքը, սրտի խորհուրդները տեսավ։ Աստված է Քրիստոսը։ Մենք սանով ճանաչում ենք նրան։ Գիտես ինչ, որ դու ճանաչում ես Քրիստոսին սիրտ երիկամուն քննող Աստված, էլ ինչ ունես ծածուկ նրանից պահելու, հա։ Իմաստ էլ չունի։ Միևնույն է, ասես թե չասես գիտի։ Մնում է քեզ ուղղակի անկեղծ լինես նրա հանդեպ։ Պարզությամբ գաս նրա հանդեպ։ Միակ է Աստված, որ նորություն չկա իր համար։ Ուղղակի նրա հետ շատ պարզ պիտի լինես, այսպիսին է Տեր Հիսուսը։ Բայց որ շատ է սիրում մեզ, շատ երկայնամիտ է, համբերատար,
Մենք թող ների մեզ Աստված, երբեմն չարաշահում ենք, կարծես նրա այս քաղցրությունը, երկայնամտությունը չարաշահում ենք, բայց երկյուղած պիտի մոտենանք, Տեր Հիսուսն Աստված է, եւ նա տեսնում է մեր մտածմունքներն էլ։ Շարունակենք, հարց տվեց մարդկանց, որն է հեշտ ասել, եթե ասելու մնա։ Մեղքերը թողված են, դա է հեշտ ասել, թե ասել վեր կաց մահի ճտար եւ գնա քո տուն, առողջացիր։ Եթե ասելուն լինի, մեղքերը թողվես թե չէ, չես կարա տեսնես։ Ասեց էլի։ Բայց որ ուզում ես ասես, տեսանելի մի բան կատարվի, բժշկություն լինի, եւ այս մարդը ինչի վրա պարկած էր, վերցնի դնի թևի տակ, առողջ գնա տուն, դողոքի ասել չես կարա։ Պիտի կատարվի։ Եվ եթե Հիսուսն ասեց, բուժեց այս մարդուն եւ ասեց մեղքերը թողված են ու առողջացավ այս մարդը, նրա առողջանալը նաեւ վկայում էր, որ այն, որ ասում էր մեղքերը թողված են, դա էլ իշխանությամբ էր։ Եթե մեղքերի թողություն չունենար, չէր էլ առողջանա։ Չէր արժանան այդ ողորմությանը։ Պատկերացնում եք, եւս երևաց նրա Աստված լինելը։ Այս մարդը մեղավոր էր Քրիստոսի առաջին, Քրիստոս ներեց նրան։ Եվ թողություն տալով նաև արժանացրեց բժշկության։ Վեր կաց մահի ճտար եւ գնա քո տունը։ Այս մարդը ինչի վրա պարկած էր, իջավ դրանից, առողջացած, դրեց թևի տակ, Աստծուն մեծարելով գնաց տուն։ Աստծուն մեծարելով դե մտածում եմ, որ էլի չհասկացավ այս մարդը, Քրիստոսն էր հենց այդ Աստվածը։ Ասեր, փառք քեզ Տեր Հիսուս։ Մարդիկ մտածում էին, գուցե մեղք է սա։ Այն փառքը, որ պիտի Աստծուն տամ Հիսուսին, Աստծուն մեծարելով գնաց տուն։ Սխալ չէր, ճիշտ էր, որ ասեր Հիսուս քեզ լինի փառք, դու ես Աստված։ Որովհետև այնպիսի բաներ խոսեց, որով ճանաչեցրեց իր Աստված լինելը, սիրտ երիկամունք քննող, մեղքերի թողություն տվող, եւ մարդիկ զարմացան, այ քեզ բան, այս մարդն ասեց մեղքերը թողված են եւ բժշկեց այս մարդուն, զարմացան, նորանշան բաներ տեսանք, չեն կարող պատկերացնել Աստված հայտնված մարմնում իրենց առաջինը, դժվարանում էին, Քրիստոսն Աստված է եւ իրենց առաջին է, այս ճանաչողությունը մեզ համար հարստություն է, աղոթում է մեզ համար Տեր Հիսուսը, որ մենք էլ որպեսի հավիտենական կյանք ունենանք, ճանաչենք Աստծուն, ճանաչենք իրեն եւ այս ճանաչողությամբ արժանանք կյանք ունենալու, այս ճանաչողությունը մեզ համար շատ կարեւոր է։ Դժվարություն, նեղություններ մեզ էլ են հանդիպելու, սակայն Հիսուսին ճանաչելով պիտի անցնենք։ Այն քամին եւ խորտակող ալիքները, որ խորտակելու էին եւ մահվան սպառնալիքի պես սպառնում էին աշակերտներին, Տերը սաստեց, մի այլ դեպքում էլ ասում է այդ ալիքների վրայով քայլում էր։ Մեկ այլ դեպքում եւս եղավ այդպիսին բան, որ ալիքներն էր խորտակում, այդ երկրորդ դեպքում Հիսուս նրանց հետ չէր, ալիքների վրայով էր գնում։ Այս իմանալը մեզ կյանքում բան փոխեց։ Քրիստոսը ինձ կարող է պահել մինչև վերջ։ Որքան է խորտակող հավատքս կամ իմ կարողությունս խորտակող սպառնալիք լինեն, ես աղոթում եմ Հիսուսին։ Ես նրան եմ կանչում, նա զորավոր է, նա ամենից վեր է, ամեն իշխանության Տեր է։ Ոչ միայն ավետարանով տեսնում եմ, այլ ավետարանի խոսքով մեր կյանքում ենք տեսնում։ Որքան անգամ ապրեցրեց մեզ, որքան անգամ վտանգներից մեզ փրկեց նա։ Եկող վտանգներից էլ է փրկելու։ Նրան լինի փառք, Հովհաննեսի ավետարանում 16-րդ գլխում այսպիսի խոսք է ասում. լինեն դժվարության օրեր, սակայն հիշեք, սա ասում է։ 16-րդ գլխի 20 համարից կկարդամ. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք լաց կլինեք եւ կողողպաք, աշխարհը կուրախանա, դուք կտրտմեք, այլ ձեր տրտմություն ուրախություն կլինի, դա ժամանակավոր կլինի այդ տրտմությունը, այդ նեղությունն ու դժվարությունը ժամանակավոր կլինի,
Ինչպես կինը երբ որ ծնում է, տրտմություն ունի, որ նրա ժամը հասել է, այսինքն ցավերի համար, որ տրտմություն ունի, բայց երբ որ երեխան ծնվում է, նեղությունն էլ չի հիշում այն ուրախության համար, որ մի մարդ ծնվեցավ աշխարհի մեջ։ Սրա նման էլ դուք հիմա տրտմություն ունեք, բայց դարձյալ կտեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կուրախանա, եւ ձեր ուրախությունը ոչ մեկ չի կարող առնել ձեզանից։ Այն օրը ոչինչ չեք հարցնի ինձանից։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ հորիցը խնդրեք իմ անունով, կտա ձեզ։ Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով, խնդրեցեք եւ կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Աշակերտները մինչ այդ աղոթել էին, բայց Քրիստոսի անունով հայտնի չէր եղել այս իրենց, որ այդ անունով աղոթեին։ Հիմա ասում է աղոթեք։ Աշխարհ հավատացյալ մարդիկ Քրիստոսի անունով աղոթեք։ Եվ Աստված կտա ձեր համար օգնությունը, պատասխանները։ Ձեզ կօգնի եւ կօրհնի, կզորացնի։ Հարցային չէ, որ մենք շքեղություն եսիմ ինչ խնդրենք, հավատարիմ մնալ առաջին հերթին, նրա հետ լինել հավերժ։ Աստծուն սիրող մարդիկ եսիմ ինչեր չէին խնդրում, ուզում էին Աստծո հետ լինել, սիրել Աստծուն, սիրել նրան, նրա հետ լինել։ Նորից կկարդամ այս խոսքերը Հովհաննես ավետարան 17:26 եւ կավարտեմ. Ես քո անունը ճանաչեցրի նրանց, հիմա էլ է ճանաչեցնում, չէ՞։ Ինչ է նշանակում Քրիստոսին հավատալ։ Պատկանել Աստծուն։ Աստծո առաջին լսելի լինել։ Կանգնես նրա առաջին, աղոթես, այսինքն կանգնում ես Բարձրյալի առաջին եւ լսելի է քո աղոթքը, որտեղ նրա անունով ես խնդրում։ Ճանաչեցիր այս անունը։ Եվ ասում է էլի եմ ճանաչեցնելու, ավելի եմ պարզացնելու, հայտնի անելու ով է եւ ինչպիսին է Աստված, նրա փառավոր մեծությունը։ Քրիստոս իր անձը ավելի է բացելու մեզ եւ բացում է, նրան լինի փառքավերժ։ Եվ որ այն սերը, որ ինձ սիրեց հայրը, նրանցում լինի, մեզանում լինի։ Եվ ես էլ նրանցում, մեկացում Աստծո հետ, Քրիստոսի հետ, շնորհակալ ենք Տեր։ Ով ենք, որ արժանացել ենք այդ մեծ օրհնությանը։ Ժողովուրդ, մենք պարտավոր ենք սիրել Աստծուն, մեր Տիրոջը։ Եթե ուզում եք չընկնել ճանապարհից, հիշեք, մահից զորավոր ազդեցությունն ի սերը։ Սիրեցիր Աստծուն, դու կարող ես հաղթահարել քո որոշումները չփոխել։ Եթե միջև անգամ քո կարողությունից վեր դժվարություն հանդիպել, խնդրիր Հիսուսին, ճանաչելով նրան, որ Աստված է։ Տեր, դու ինձ սիրում ես, ինձ զորացրու, ինձ անցկացրու այս դժվարությունից։ Թող օրհնի մեզ Տերը։ Նրան լինի փառք հավերժ։ Հիսուս Աստվածը մեզ հետ լինի հավերժ։ Աղոթենք։